Պարզ ես հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք մեր երիտքաստ պոդքասթների շարքը եւ սա այս տարվա մեր առաջին պոդքասթն է եւ այսօր մեր հյուրն է մեր ձեւով շարժման համակարգող Աշոտ Ֆարսյանը։ Բարև ձեզ հարգելի դիտողներ, բարև ձեզ Համլետ ջան, մի փոքր նրբություն, ես տնտեսական մասի համակարգողն եմ։ Նաեւ արդեն կարելի ասել ուժեղ Հայաստան օրաստեղծ կուսակցության համահիմնադիր։ Այո, այդ կարող ասենք։ Եվ եթե սկսենք կուսակցության ստեղծումից, ինչ թեկվածություն հիմնականում ունի կուսակցությունը, ինչ ծրագրեր կան, նաև քանի որ ինչպես գիտենք մեր թվարկումը հիմնականում դիտում է երիտասարդներ, հենց երիտասարդների հետ կապված ինչ ծրագրեր կան։ Տեսեք, քանի որ կուսակցությունը նոր է հիմնադրվել ու մենք իհարկե աշխատանք կատարել ենք, մեր գլխում պատկերացում ունենք այդ ամենի մասին, բայց քանի որ մենք հայտարարել ենք, որ արդեն մինչև ամսի 12-ը այդ թեմայով դեռ հայտարարություններ չենք անելու, դրա համար եկեք հիմա էլ խուսափենք ու կարծում եմ այդ մասը ամսի 12-ից հետո արդեն ավելի մենք կբացահայտենք, ավելի շատ կխոսենք այդ թեմայով, իսկ այս պահին դեռ այդ մասով ասելու բան չունեմ։ Ես հետևում եմ ձեր տնտեսական թեմայով զեկույցին, կուսակցության ու այնտեղ շատ տնտեսագետներ կային, նաև Հրանտ Բարգարյանը կար, որ Հայաստանի նախկին վարչապետն է, ու ինքը մի քանի դիտարկում արեց, մասնավորապես օրինակ նշեց, որ ծրագրի մեջ կար, որ պետք է ստեղծվի 300,000 աշխատատեղ, բայց ինքը նշեց, որ պաշտոնական տվյալներով 90,000 գործազուրկ կա ու իր կարծիքով 150-ից ավել աշխատատեղ ստեղծելը խնդիր կլինի արդեն երկրի համար, ինքն էլ դե մարդը, որ այնուամենայնիվ եղել է վարչապետ ու սոցիալ-տնտեսական ներքին խնդիրներին տեղյակ է, ինչ կարծիք ունեք։ Նայեք, այդ պաշտոնական գործազրկության եւ իրական գործազրկության խնդիրը դա ինչ-որ նոր խնդիր չի Հայաստանում, այսինքն դա միշտ եղել է ու բոլոր տնտեսագետներին եթե հարցնեք, իրանք դրանից տեղյակ են։ Խնդիրը նրանում է, որ վիճակագրությունը այն մարդկանց, ովքեր ունեն որոշակի զբաղվածություն, օրինակ ցածր եկամուտ են ստանում կամ չգիտեմ, ունեն որոշակի հողատարածք կամ ունեն մի քանի գլուխ անասուն, այդ մարդկանց գործազուրկ չի համարում, որովհետև ենթադրվում է, որ եթե դու օրինակ պահում ես քո տնային անասուններին, ուրեմն դու կարիք չունես գնաս եւ աշխատանք մանգաս, բայց իրականում բոլորիս համար է պարզ է, որ մարդիկ լավորից չի, որ հենց այդպիսի գյուղատնտեսությամբ են զբաղվում, այլ եթե օրինակ լինի ավելի բարձրատրվող աշխատանք իրանց կողքի բնակավայրում կամ իրենց տանը մոտ, իրենք միանշանակ էլ չեն զբաղվելու անասնապահությամբ եւ գնալու են զբաղվեն ավելի բարձրատրվող, ավելի էֆեկտիվ աշխատանքով։ Իսկ անասնապահությամբ ովքեր են զբաղվելու այդ դեպքում, եթե անասնապահությամբ զբաղվելու օրինակ ավելի քիչ մարդ, բայց որոնք ավելի բարձր են վարձատրվելու ու ավելի էֆեկտիվ են լինելու իրենք, այսինքն իրանք անասնապահությամբ չեն զբաղվելու են հին ձևով, ոնց որ զբաղվում են հիմա։ Իրանք զբաղվելու են ավելի բարձր էֆեկտիվությամբ, կապիտալ ինտենսիվ, ֆերմերությամբ ավելի ճիշտ, այսպես ասած։ Իսկ դա գյուղատնտեսության վրա ինչ-որ ազդեցություն չունի։ Դա գյուղատնտեսության վրա ոչ մի բացասական ազդեցություն չի ունենալու, դա գյուղատնտեսության վրա ունենալու է միայն դրական ազդեցություն, այսինքն դա նրանից չի, որ մենք ունենալու ենք ավելի քիչ գյուղատնտեսական սպառում կամ ունենալու ենք ավելի դժբախտ հասարակություն։ Այստեղ հարցը նա է, որ դա մենք ոչ թե պետք է ձգտենք դրան հասնել 1 օրում, այլ դա պետք է լինի մեր երկարաժամկետ ինչ որ նպատակը, բայց մեր նպատակը այս բայդրությամբ չի վերաբերվում նրան, որ մենք օրինակ գյուղացիներին հանենք գյուղից ու տեղափոխենք քաղաք, ոչ, մեր նպատակը ընդհակառակ այս հարցում կայանում է նրանով, որ մենք գյուղացիներին հնարավորություն տանք իրենց արտադրածը մթերելու։ Այս երևի թե մեր տնտեսական ծրագրի ամենակարևոր կետերից մեկն է։ Կան մեր տնտեսական ծրագրում օրինակ մի քանի կետ, որոնք երկար ժամանակ, երկար տարիներ տարբեր կառավարություններ փորձել են լուծեն, բայց այդ խնդրին մոտ են եկել ու հետ են կանգնել, որովհետև դա իրականում իր մեջ քաղաքական ռիսկեր է պարունակում, ոչ թե տնտեսական ռիսկեր է պարունակում, այլ քաղաքական ռիսկեր է պարունակում ու տարբեր իշխանություններ դրանից խուսափել են, որովհետև հասկացել են, որ իրենց համար օրինակ այդ քաղաքական ռիսկը ավելի կարևոր է։ Հիմա մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք մենք այդ ռիսկին պատրաստ ենք գնանք, որովհետև մեր համար կարևորը ավելի երկարաժամկետ մարդկանց տնտեսության բարեկեցության բարձրացումն է։ Եվ դրա համար մենք այս քայլին գնալու ենք, մենք այս քայլին չենք գնալու չհաշվարկված։ Մենք այս քայլին գնալու ենք հաշվարկված, այդ անգլերեն ասած learning by doing-ով նաև։ Այսինքն մենք ինչ որ բան անելու ենք, հասկանալու ենք ինչ չստացվեց, այդ մասը չենք անելու, փոխելու ենք, ինչ որ մասը ստացվեց, դա անելու ենք, որովհետև տնտեսագիտությունը ինքը լաբորատոր գիտություն չի, մենք չենք կարող միջև վերջ այդ ամեն ինչը փորձարկենք լաբորատորիայում, տանենք հետո դաշտում իրականացնենք։ Մենք դա անելու ենք դաշտում, բայց անելու ենք զգուշորեն, անելու ենք հաշվարկված, անելու ենք, հետո տեսնենք, ինչ չստացվեց դա հանելու ենք, ինչը ստացվեց դա անելու ենք, բայց այն, որ գյուղատնտեսական մթերման ծրագիրը դա այլընտրանք չունի ու դա անխուսափելի է, եթե մենք իհարկե ուզում ենք այդ 1 միլիոն մարդը, որ գյուղում է հիմա բնակվում, ունենա ավելի կայուն եկամուտ, դա քննարկման ենթակա չի։ Այսինքն
այդտեղ մենք այլ ընտրանք չենք տեսնում։ Պարոն Բագրատյանը նաև նշել էր, որ համաձայն չի 0% հարկման հետ փոքր բիզնեսների, դրան ինչպես կարծիքանք եք։ Նայեք, այդ 0% հարկման գաղափարը ինքը իրականում տարբեր կարծիքներ կա, որովհետև ֆիսկալ քաղաքականությանը երբ որ դուք նայում եք, օրինակ ինչքան պետքա պետությունը այս մարդուն հարկի կամ այս բիզնեսին հարկի, ինքը երկու կողմ պետք է ունենա։ Ինչքան գումար է ուզում պետությունը ծախսի, ինչքան գումար է ուզում պետությունը եկամուտ հավաքագրի։ Հիմա պետությունը կարող է որոշում, որ ինքը պետքա 10% հարկերը սարքի, շրջանառության հարկը, բայց դա կարևոր հարց է առաջանում։ Այդ հավաքագրած գումարները պետությունը ինչ անելու։ Այսինքն, եթե միգուցե մեկ ուրիշն էլ գալիս ասում, չէ, ես կարամ միջացնեմ 0, ըստեղ էլ ծախս նվազեցնեմ ու դրա արդյունքում էլի բալանսը պահեմ, բայց այնտեղ ես ունենամ օրինակ հնայի ձեռներեցության աճ ու իմ մոտ ընդհանրակարգ տնտեսական ակտիվությունը բարձրանա։ Հիմա այստեղ երկու հարցն էլ կա, այստեղ գլխավոր հարցերից մեկը նա է, որ մենք ինչ ենք ասում ենք կան մարդիկ, որոնք ինքնազբաղված են, որոնք իրենցով կարողաց պետությունը չի կարողացել նրանց ապահովի աշխատանքով։ Հիմա մենք ասում ենք այս մարդկանց անընդհատ ոնց որ չանհանգստացնենք, թողենք իրենք զարգանան, իրենք մեծանան, խոշորանան եւ կարողանանք հետո այս մարդիկ երբ որ խոշորանան կդառնան օրինակ ավելի խոշոր տնտեսվարող, իրանք կմտնեն արդեն սովորական հարկման զոնա, օրինակ ԱՀ-ի դաշտ ու տեղ իրանց արդեն կհարկենք, բայց քանի դեռ փոքր են, եկեք այս մարդկանց շատ բան չանենք, այս մարդիկ թողեք թող իրանք մեծանան, խոշորանան եւ հետո արդեն բան կանենք։ Հիմա այստեղ տարբեր մոտեցումներ կա։ Կամ մի մոտեցում, որ օրինակ ասում է շատ հարկենք, շատ ծախսենք, օրինակ չգիտեմ, ավելի շատ ենթակառուցվածքներ կառուցենք, ավելի շատ դրանով էլ կարակ օրինակի համար աշխատատեղ ստեղծենք, որովհետեւ պետական ծախսերը մեծացնում են։ Կամ մյուս կողմը օրինակ պետական ծախսը նվազեցնենք, բայց մի քիչ ավելի շատ խնայող պետական համակարգ ունենանք, օրինակ չգիտեմ, ավելի քիչ պարգևավճարներ տակ։ Ու sense բազմաթիվ հարցեր կան, երկրորդ կտորը այստեղ այն է, որ շրջանառության հարկը ինքը իրանով այս բայ դրությամբ։ 2023-ին, եթե չեմ սխալվում, ինքը 5% է եղել, այդ ժամանակ հավաքագրում էին մոտ երևի 50 միլիարդ դրամ։ 2020 այդ 4-ից կամ 24-ից հետո չեմ սխալվում, երբ որ այդ շրջանառության հարկի բազան մեծ բանը, շրջանառության հարկի տոկոսը դրույքը մեծացրեցին եւ սարքեցին 5-ի տեղը 10%, այնպես չի որ շրջանառության հարկի գումարը հավաքագրված կրկնապատկվեց, որովհետեւ բազմաթիվ մարդիկ, ովքեր որ տնտեսվարողներ են, իրանք իրենց մտքի մեջ ունեն այն գումարի չափը, որոնք որ իրանք պատրաստ են պետությանը հարկ բանան են վճարեն։ Մյուս կողմից էլ լիքը բազմաթիվ ընկերություններ փակվել են դրանից հետո, եթե չեմ սխալվում 4000 ընկերություն է փակվել նախորդ տարի Հայաստանում։ Ու այս ամենը բերում է նրան, որ իրականում դուք այդ հարկը բարձրացնելով շատ էական արդյունքի չեք հասել, բայց տնտեսվարողների մոտ բերել եք մի հատ լարված իրավիճակի ու որպես այդպիսին այդ հավաքագրած գումարն էլ շատ էֆեկտիվ չեք ծախսել։ Հիմա մենք ասում ենք հակառակը, մենք կարանք այդ հարկը նվազեցնենք, ծախսերը ավելի էֆեկտիվ սարքենք, այդ մարդկանց թողենք ավելի հանգիստ, իրանք այդքան լարված չլինեն։ Հետո երբ որ այս մարդիկ կմեծանան, կխոշորանան, ձեռներեցությունը Հայաստանում կզարգանա, իրանք կմտնեն արդեն ավելի ուրիշ հարկման զոնա, օրինակ ԱՀ-ի դաշտ, եւ այնտեղ մենք իրանք կհարկենք։ Շատ լավ, հիմա անդրադառնանք ավելի հստակ երիտասարդներին, մասնավորապես կրթության ոլորտին, այ ինչ կա առաջարկելու կրթության ոլորտի հետ կապված, որովհետև հիմա օրինակ գիտենք շատ երկրներում նույն օրինակ Վրաստանում կրթությունը վերջերս դարձավ անվճար, օրինակ ծրագիր կա կամ հնարավորություն ընդհանրապես կա, որ Հայաստանում նույնպես կրթությունը լինի անվճար կամ չգիտեմ ինչ որ օգուտներ, հա, այսպես ասած լինեն ուսանողներ, սովորող ուսանողներ եւ այլն, այսինքն ինչ որ մոտիվացիա ցույց տա պետությունը։ Տեսեք, մենք այս պահին որպես այդպիսին կրթության հարցը այդ տեսանկյունից դեռ վերջնական պատասխան չունենք, մենք ինքներս էլ ենք այդ հարցի հիմա քննարկում, մոտեցումները կարան շատ տարբեր լինեն ու սեղանի վրա դրված մոտեցումները շատ տարբեր են։ Կա մոտեցում օրինակի համար, որ պետքա ուսանողներին, լավագույն ուսանողները հնարավորություն ունենան իրենք կրթաշոտ թոշակել ստանան բարձրատրվող, որպեսզի կարողանան իրենց կրթությունը շարունակեն։ Կամ մյուս մոտեցումը, որ ընդհանրապես բոլորին ազատենք բանից բանա տալուց պետական բուհերին վճարելուց, բայց այստեղ հարցը հետևելն է, եթե ուսանողների տեսանկյունից եք նայում, հա իրանց համար շատ լավ է, որ իրանք վարձ չտան, բայց այդ գումարը պետք է չէ ինչ-որ մեկը տա։ Այսինքն այդ ժամանակ պետությունը ինքը պետք է այդ ծախսերը կատարի, իսկ պետությունը որտեղից այդ ծախսերը կատարելու նշանակական պետք է հարկերը բարձրացնի կամ պետք է այլ ծախս խնայի։ Որովհետև ես ուզում եմ, որ մի գաղափար հստակ լինի, էլի, այսինքն պետական բյուջեն ինքը ձևավորվում է ընդհանուր Հայաստանի տնտեսության եկամուտներից։ Հայաստանի տնտեսության եկամուտները այնպես չէ, որ մի անգամից մեկ տարում կարան աճեն 50%-ով։ Անցած տարի օրինակ Հայաստանի տնտեսությունը, որը հնան է, այդ հնան աճել է 7%, եթե չեմ
մոտ 7% կամ ավելի պակաս։ Այսինքն, որպեսզի պատկերացնեք, մեր հարկերն էլ մոտավորապես այդքան պետք է աճեն։ Հարկերը ընդհանուր Հայաստանի տնտեսության մեջ կազմում են 20-ից 30%։ Այսինքն, մենք եթե ուզում ենք պետական բյուջեի ծախսերը մեծացնենք, օրինակի համար մեր ուսանողները էլ վարձ չտան։ Մենք պետք է հասկանանք, որ ուրիշ տեղ ինչ որ ծախս կամ պետք է կրճատենք, օրինակի համար պաշտպանության ծախսը։ Պատրաստ են մեր ուսանողները նրան, որ օրինակ պաշտպանության ծախսերը կրճատենք, բայց իրենք վարձ չտան։ Իսկ այդ հարցը օրինակ հենց թափանցիկ քննարկվել են հասարակության հետ, թե պետք է այս տնտեսագետները որոշեն, թե որ ոլորտից հնարավոր է ավելի կրճատում իրականացնել, օրինակ։ Չէ, ընդհակառակը, մենք հիմա մեր բանի մեջ, հենց շարժման մեջ, մեր գլխավոր միտքը եղել է այն, որ մենք մեր առաջարկները բաց ենք ներկայացնում ու նաև առաջարկները լսում ենք։ Իսկական մեր գրասենյակների տեղը պարզ գիտեն բոլոր ուսանողները, մենք հանդիպումների ընթացքում ճիշտ ասած առաջին հիմա չասեմ առաջին, բայց էլի եղել այդ քննարկումը, բայց ես որ ասեմ, որ դա թիվ 1 հարցն է եղել մեր հանդիպած հարցերի մեջ, որ հենց ուսանողների վարձերը նվազեցնեն, չէ, այդպես չի եղել, բայց էլի եմ ասում, ուսանողների համար մենք ավելի հետաքրքիր առաջարկներ ունենք, հեսա այդ առաջարկներին կանդրադառնամ։ Վարձերի պահը այս պահին քննարկում ենք, չունենք վերջնական պատասխան, իսկ ուսանողների համար մեր համար ավելի կարևոր է, որ ուսանողը բուհից դուրս գա ու ինքը կարողանա աշխատաշուկա մտնի, ու այդ պահով մենք դիտարկում ենք, որ IT ընկերություններին, նամանավանդ IT ոլորտում, որը մենք համարում ենք շատ հեռատեսական ոլորտ, որ մենք երկարաժամկետ մենք հասկանում ենք, որ Հայաստանի տնտեսական հիմքերից մեկը պետք է լինի զարգացած IT ոլորտը, մենք բայց տեսնում ենք, որ նաև խնդիր կա, որ ուսանողը, որ նոր է ավարտել համալսարանը, ինքը նամանավանդ AI դարաշրջանում այս junior-ի գործ անելը, junior-ի գործ գտնելը իր համար դժվար է, որովհետև AI-ը հիմա շատ junior IT մասնագետների աշխատանք փոխարինում է։ Բայց մենք պատրաստ ենք IT ընկերությունների հետ համագործակցել, IT ընկերություններին փոխհատուցել ուսանողների նոր ընդունված ուսանողների աշխատավարձի մի մասը, միայն այն նպատակով, որ այս ուսանողը 1-2 տարի փորձ ձեռք բերի IT ընկերությունում, հետո ինքը դառնա լավ մասնագետ ու կարողանա կամ բիզնես անել, ու այդ ժամանակ էլ օգտվի նրանից, որ շրջանառության հարկը ինքը չի վճարելու, որտեղ ինքը փոքր բիզնես է դեռ, կամ ինքը բան անի, գնա ուրիշ տեղ ավելի բարձր բայց այստեղ մի հավելում անեմ, իրականում ուսանողները շատ-շատը հենց IT ոլորտն են ընտրում, ու եթե պլյուս այդ ամեն ինչին իրանց արտոնություններ տանք, մնացած օրինակ ոլորտները դրանից կտուժեն, այսինքն ոնց է ստացվում, օրինակ շատ, չգիտեմ, ուսանողը գնում է պատմություն է սովորում կամ, չգիտեմ, քիմիայի օրինակ ֆակուլտետ է գնում, ինքը սովորում է, ուզում է ինչ-որ իր մասնագիտությունը շարունակի, չէ, բայց քանի որ շատերը գնում են IT արագ սովորում են ու պլյուս դրան պետությունը իրան տալիս է արտոնություններ, ինչքանով դա արդար կլինի ու էֆեկտիվ կլինի։ Օրինակ ես հիմա ին վրա, օրինակը բերեմ, ես հիմա սովորում միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, պատկերացնեք ավարտեցի, հետո օրինակ ուզում եմ ասեմ պետական աշխատանքի, ու ես բարձր կստանամ ավելի քիչ, կսովորեմ ավելի շատ, բայց օրինակ IT ոլորտի մասնագետները կավարտեն, էլ իրաց պետք է օրինակ մագիստրատուրա, ասպիրանտուրա շարունակել ու այդ ամեն ինչին զատ նաև պետությունը իրաց կտա արտոնություններ, բայց ոնց է լինում։ Կա հարցեր, որոնք ունեն ռազմավարական նշանակություն պետության համար, այսինքն պետության համար լուրջ տնտեսական հարց ենք դրանով լուծում։ Ես ոչ մի մասնագիտության հանդեպ չեմ ուզում, էլի, այսինքն ասեմ, այս մասնագիտությունը բարձր է, այս մասնագիտությունը ցածր է։ Դրա մասին ընդհանրապես խոսք չկա։ Մեզ իհարկե պետք են թե IT մասնագետներ, թե պատմաբաններ, թե դիվանագետներ, թե բժիշկներ, այս բոլորը մեզ պետք է։ Բայց այստեղ գլխավոր հարցը նա է։ Մենք ունենանք ոնց, մենք շարժվենք որ ճանապարհով, օրինակի համար խրախուսենք IT մասնագետներին, որոնք վաղը կմտնեն տնտեսություն, կստեղծեն լրացուցիչ հարկեր, ու ես երկարաժամկետում կկարողանամ նաև լավ պատմաբաններ վերապատրաստել, թե չանել դա ու ես երկարաժամկետում ոչ նա կարողանամ անել, ոչ նա։ Դա էլ հարց է, բայց ավելի հիմնական նպատակը դա է իրականում, այսինքն ցավոք սրտի Ուղղակի մասնագետներ կան, որ նշում են, որ հակառակը պետքա խրախուսել ոչ թե այն ոլորտները, որտեղ տեսնում ենք, որ sense tenants ուսանողներ շատ են դիմում, այլ այն ոլորտները, որտեղ որ դիմում ոնց որ քանակը քիչ է, հա, ուսանողների դիմելու։ Մենք ոչ թե խրախուսում ենք այն ոլորտները, օրինակ մենք agrarային եթե ծրագրի մեջ կա այնպիսի բան, որ պետք է աշխատատեղեր ստեղծվեն, հնարավոր է այն ֆակուլտետները, որ այդ ուսանողները դիմում են, հետագայում մասնագետները չկանան համալրեն։ Նայեք, Համլետ ջան, կա համաշխարհային խնդիր, կան մասնագիտություններ, որը միշտ ցածր են վարձատրվում, օրինակ դրսում էլ է դա այդպես, այսինքն այնպես չի, որ դրսում օրինակ բիզնես ոլորտում աշխատողները ավելի ցածր են վարձատրվում, կան այն մասնագետները, որոնք կարելի ասել գտնում են ոչ բիզնես ոլորտում կամ իրենց
մասնագիտությունը այդքան saleable չէ, էլի, այսինքն այս մարդիկ դժվարությամբ են ծախում իրենց մասնագիտությունը։ Հիմա պատմության մասնագետները միշտ եթե դուք նայեք օրինակ դրսում էլ ոնց է, չեմ ասում սկանդինավյան երկրները, բայց նույնիսկ այնտեղ կարծում եմ, իրանք միանշանակ ավելի ցածր են վարձատրվում, քան օրինակ IT մասնագետները, որովհետև այս մասնագիտության պահանջարկը մեծ է, այս մասնագիտությունը ավելի բարձր է վարձատրվում ու դա ամբողջ աշխարհում է այդպես։ Մենք իհարկե չենք ուզում որ այդպես լինի, բայց դա իրական կյանքն է այդպես։ Հիմա երբ որ դուք ասում եք, որ մենք անարդար է, որ մենք պատմության մասնագետը, որը քիչ է Հայաստանում, իրանց չխրախուսենք, բայց խրախուսենք IT մասնագետներին, որոնք որ գտնվում են ավելի շատ են ու որոնք որ sense tenants ավելի բարձր են վարձատրվելու, եկեք նայենք հակառակ կողմից։ Պատմության մասնագետներին էլ ունենք երկու տարբերակ։ Խրախուսում ենք բոլորին, բայց այդ ժամանակ մեր ռեսուրսները քիչ են։ Ես պատմության մասնագետը ուղղակի որ ասում շատ չկենտրոնանք հենց իրենց վրա, բայց եկեք ասենք այլ մասնագետներին բոլորին ենք խրախուսում ու ունենում ենք մի իրավիճակ, որ մեր ռեսուրսները չեն հերիքում, ոչ սա ենք հասցնում անենք, ոչ նա։ Ու նայենք հակառակ կողմից խրախուսում ենք մենակ, օրինակ, չգիտեմ, փիլիսոփաներին։ Ինչ է մեր պետությունը, մեր տնտեսական աճը ո՞նց է զարգանալու այդ պարագայում։ Վաղը մյուսօր մեր փիլիսոփաները գալու են մտնեն շուկա, իրանց ոչ ոք դրա համար չի վարձատրելու, որովհետև պետությունը չի կարողանում հարկեր հավաքել, մասնավոր բիզնեսում էլ քիչ է, դժվար է իրանց համար տեղավորվել։ Այս մարդը իր մասնագիտությունը փոխելու է, գնալու է նորից սովորի IT, ինչ որ թեթևակի կոդ գրել ու դառնալու ինքն է դառնալու IT մասնագետ, որովհետև մեկը շուկան նա է պահանջում։ Շուկային պետք է IT մասնագետ էս բային։ Գլխավոր խնդիրը տեղ է։ Եթե շնորհակալ, բայց հիմա էլ ծրագրեր կան, օրինակ, չգիտեմ, եթե մարդը սովորում է ինչ-որ ռադիոֆիզիկայի, հա, օրինակ ֆակուլտետում, եթե շնորհակալ այդպիսի ֆակուլտետում, ուրեմն ինքը քիչ հավճարում թե անվճար է երաժշտությունը, հա, այսինքն այն ոլորտները, որտեղ որ դժվար է սովորել ու նաև պահանջարկը այդքան շատ չի, եթե մարդը ընտրում է այդ ոլորտը, հա, ուսանողը իր շուրջ արտոնությունները ավելի շատ են։ Այս պայծրությամբ այդպես է, եթե չեմ սխալվում գործում։ Ռադիոֆիզիկայում հենց։ Ահա։ Նայեք, իհարկե այստեղ գլխավոր հարցը գիտեք որն է, որ կան մասնագիտություններ, որոնք մենք պետքա sense tenants ունենանք։ Օրինակ նայեք ագրարային համալսարանը։ Մենք ագրարային համալսարանում ունենք խնդիր, եթե չեմ սխալվում, անցած տարի 40 դիմորդ է ընդհանուր այդ համալսարանում։ Մենք որտեվ այդ մասնագիտությունները ցածր են վարձատրվում։ Միանշանակ մենք պետքա տեղ նայենք, հասկանանք այս մարդը ոնց անենք, որ ագրարային համալսարանը դառնա ավելի գրավիչ, ու իրականում Հայաստանում լավ ագրոնոմի կարիքներ կա, շատ կա, ու բարձր վարձատրվող են այդ լավ ագրոնոմները։ Մյուս կողմից այնպես էլ չի, որ մենք կենտրոնացել ենք, ասում ենք մենակ IT ոլորտին պետքա բանանենք, չգիտեմ, խրախուսենք ու մենակ IT-շնիկներ պետք է Հայաստանում, դա էլ չի հարցը, բայց դուք հիմա ուզում եք, որպեսզի մենք բոլորին կարողանանք ինչ-որ խրախուսում տանք, ես ասում եմ, որ բոլորին հնարավոր չի լինելու խրախուսում տալ, մյուս տարբերակը, եթե մենք ուզենանք բոլորին խրախուսում տանք, մենք լիքը ծախսեր ուրիշ տեղեր չենք կարողանալու անել։ Դրա համար մենք պետք է ավելի լավ տարբերակված մոտեցում ցույցաբերենք, ու մենք այդ ճանապարհով ենք գնալու, մենք հասկանալու ենք, որ Հայաստանի տնտեսության համար անհրաժեշտ է այս պայծրությամբ այսքան մարդ, այս պայծրությամբ անհրաժեշտ է այսքան մարդ ու այսքան մարդ, եւ այս մարդկանց փորձելու ենք այդ մասնագիտությունները խրախուսենք։ Մյուս կողմից մենք միշտ գնալու ենք այն ճանապարհով, որ ամենաբացառիկ ուսանողները ցանկացած անկախ նրանից որ ոլորտում էլ որ իրան գտնվում են, իրանք պետք է ունենան կրթաթոշակային համակարգ եւ այդ կրթաթոշակների միջոցով իրանք իրենց ուզած մասնագիտությունը ստանան, որովհետեւ դա էլ է կարեւոր։ Այսինքն այս մոտեցումը կոմպլեքս է լինելու։ Ես հիմա չեմ կարող ասել այդ մոտեցումը, ասենց ինքը բազմաշերտ մոտեցում է։ Ես չեմ կարող ասել այդ մոտեցումը այնց ամբողջությամբ փուլ առ փուլ դնեմ նկարագրեմ։ Այս է ամբողջ հարցը։ Նաև մի հարցել եմ ուզում անդրադառնամ, հա, հենց կրթությանալի ոլորտից։ Հիմա ընդհանրապես, չգիտեմ նկատել եք թե չէ, որ շիշում sense մոդա է դուրս եկել, որ ուսանողները ուզում են գնան ու բիզնես սովորեն, հա, բիզնեսի ֆակուլտետում։ Եթե նախկինում օրինակ շատ եկնոմեն իրավաբան էին ուզում դառնալ, հիմա ուզում են կոնկրետ բիզնեսի ոլորտում, հա, սովորել։ Ըստ էս պետությունը ոնց պետք է խրախուսի, որ տարբեր ոլորտները փորձի, նենց այ որ ուսանողները դիմում են, այսինքն մենակ բիզնեսի ոլորտ չէ, ու արդյոք անհրաժեշտ է որ օրինակ այդքան բիզնեսի մասնագետ ոնց որ պետությունը ունենա, հա, թե չէ, որովհետև շատը օրինակ եթե բիզնեսի են դիմում, հետագայում գնում են արդեն դուրս են կամ սովորում կամ աշխատում։ Նայեք, մեր կրթական համակարգը ու աշխատանքի շուկան տարիների ընթացքում բազմաթիվ ծերություններ են ձեռք բերել, որոնք մի օրվա մեջ հաստատ չեն շտկվելու։ Ես ինքս բիզնեսի ֆակուլտետն եմ ավարտել իմ տնտեսագիտական ուսումը ստանալուց հետո ամերիկյան համալսարանում
բայց դա նաև իմ սեփական նախասիրության հարցն է եղել, այսինքն այնպես չի, որ ես օրինակ ուզում եի գնալ այլ ոլորտ, բայց քանի որ բիզնեսն է պահանջված, ես գնացի բիզնեսի ոլորտ, չէ, ինձ դա իրոք հետաքրքիր էր, ես գնացել եմ այն ոլորտ։ Հիմա եթե մարդը ուզում է բիզնեսով զբաղվի ու ինքը իրոք գտնում է, որ իր համար դա ցանկալի ոլորտ է, հա, միանշանակ ինքը թող գնա եւ պատրաստ լինի այդ դժվարություններին բախվել։ Բայց այստեղ հարցն է, որ Հայաստանի շուկան ինքը բերել է մի իրավիճակի, որ օրինակի համար ճշգրիտ մասնագիտությունները, երբ որ դուք օրինակ ֆունդամենտալ գիտություններ սովորեք, ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, ձեր համար բարձր վարձատրվող աշխատատեղ գտնելը շատ դժվար է լինելու։ Օրինակ կամ կենսաբանություն սովորեք։ Ու Հայաստանը եկել է մի իրավիճակի, որ հիմնականը մարդիկ հենց բիզնես մասնագետություններ են փորձում ձեռք բերեն, որովհետև իրենք այդտեղ դրանից հետո կկարողանան որոշակի իրենց համար նորմալ վարձատրվող աշխատանք գտնել։ Ու այս առումով հա մենք ունենք խնդրեմ, բայց սրա խնդրեմը ոչ թե պետքա լուծել մենակ կրթության ոլորտում, սրա խնդրեմը պետքա լուծել նաև աշխատաշուկայում, որպեսզի լինեն առաջանան այնպիսի մասնագիտությունների կարիք, որ մարդիկ նաև նոր մասնագիտություններ, ուսանողները նաև նոր մասնագիտություններ ուզենան ձեռք բերել, որովհետև թե քիմիան, թե կենսաբանությունը, թե ֆիզիկան դրանք պակաս հետաքրքիր աշխատանքներ չեն եւ ես ուղղակի մարդիկ չեն գնում այդ ոլորտներում սովորելու, որովհետեւ գիտեն հետագայում աշխատանքի խնդիր են ունենալու։ Դրա համար մենք այստեղ պատկերացնում ենք, որ այս հարցի լուծումը պետք է գա աշխատաշուկայից։ Աշխատաշուկայում պետք է ստեղծվի բարդ աշխատատեղերի պահանջարկ, որ մարդիկ էլ ավելի հետաքրքիր ու բարդ աշխատանքներ որոշեն անեն ու բարդ մասնագիտություններ որոշեն ձեռք բերել։ Ես նաև ոչ մասնագետներ եմ լսել, ովքեր ասում են, եթե օրինակ տվյալ աշխատաշուկայում հա չեն գտնում համապատասխան մասնագետներ, կարելի է օրինակ Սփյուռքից ինչ-որ ռեսուրս նաև փորձել բերել։ Ինչքանով եք համաձայն։ Նայեք, դա շատ ժամանակ գետնից կտրված արտահայտություն է, միանշանակ Սփյուռքի հետ համագործակցությունը շատ կարևոր է, բայց այնպես էլ չէ, որ Սփյուռքում նստած մարդը տեկուզ սպասում է, որ ինքը պետք է գա Հայաստանում աշխատի, որտեղ շատ ժամանակ իրան այստեղ համապատասխան աշխատանք չեն կարողանում առաջարկել։ Երկրորդ, շատ ժամանակ դա շատ թանկ է լինում, ինչքան էլ մարդը հայրենասեր լինի, բայց պատկերացրեք ինքը օրինակի համար Siemens-ում աշխատող բարձր վարձատրվող ինժեներ է, դուք գնում եք Հայաստանից, ասում եք արի մեր մոտ աշխատի, դու անելու ես փոքր գործ, փոքր ինչ-որ գիտական լաբորատորիայում ու քեզ դրա համար վարձատրելու եմ քո աշխատավարձի 1/3-ը։ Կգա ձեր կարծիքով այդ մարդը թե չէ։ Դրա համար այս մասը, այսինքն պետքա հողի վրա հասկանալ, ոնց ենք մենք նաև այդ Սփյուռքի մեր բարձր վարձատրվող լավ մասնագետներին բերում։ Իրանց համար պետքա ստեղծենք համապատասխան լավ աշխատանք, որ այդ մարդիկ էլ ուզենան գան։ Իսկ նաև ինչ կարծիք ունեք նաև այն խնդրի հետ կապված, որ շատ մասնագետներ նաև նշում են, որ Հայաստանում հիմա բոլորը sense փորձում են մայրաքաղաք գան, այսինքն քանի որ ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաքում, բոլորը փորձում են գան մայրաքաղաք, համալսարանները, չգիտեմ, տարբեր ամեն ինչ կենտրոնացված է հենց Երևանում ու գյուղերից, մարզերից բոլորը ստեղ են գալիս։ Այդ խնդրին ոնց կանադառնաք, օրինակ ինչ կարծիք ունեք, որ չգիտեմ, նախարարություններ կամ ինչ որ կենտրոններ, որոնք որ Երևանում են, ծառայաբեռնվածությունը թեթևացնելու համար օրինակ տեղափոխենք մարզեր։ Համլետ ջան, նայեք, այն որ Հայաստանում կյանքը կենտրոնացված է Երևանում, դա միանշանակ խնդրահարույց է, բայց եւ դա այդ հարցը մի օրվա մեջ լուծելի հարց չի, ու այն որ մարդիկ էլ ուզում են գան Երևանում ապրեն, դա ավտոմատ արդեն ինքը հասկանալի է, որովհետև կյանքը ստեղ ավելի լավ է, ավելի բարեկեցիկ է, մարդիկ ուզում են գնան աշխատեն, հետո երեկոյան օրինակ դուրս գան, չգիտեմ, կաֆե գնան կամ ինչ որ ուրիշ տեղ գնան, որը իրենք օրինակ Վանաձորում ավելի դժվար կանեն կամ չգիտեմ, Վայոց ձորում ավելի դժվար կանեն։ Ու դա հասկանալի մոտեցում է, որ բոլորը ձգտում են Երևանին։ Ստեղ ուրիշ հարց է կարևոր, ոնց անենք, որ մարզերում էլ կյանքի որակը բարձրանա ու գա մոտիկանա Երևանին։ Այ ամբողջ հարցը տեղ է, իսկ դրա լուծումը միայն այդ աշխատատեղեր ստեղծելու, բարձր վարձատրվող, բարձր եկամուտ ստեղծելու միջոցով է լինելու, որ մարդիկ, բայց դա երկարաժամկետ լուծվող հարց է։ Դա 1-2 տարում լուծվող հարց չի, ու այստեղ կարևորը նա է, որ գոնե այս տենդենսը կանգնացնենք, մարդիկ արդեն դադարեն Երևան գալուց եւ գոնե մնան այնտեղ, իսկ հետո երկարաժամկետով նաև մարդիկ օրինակ նախընտրեն, օրինակ գնան մի քիչ Երևանից հեռու ապրեն կամ այլ մարզերում ապրեն, որտեղ այնտեղ կյանքի որակը ավելի բարձր է, օդն է մաքուր կամ գիտեմ կյանքը այնտեղ ավելի հանգիստ է։ Դրա համար նաև ուրիշ հարցեր էլ կան, ենթակառուցվածքների խնդիր կա, այնտեղ պետք է լավ բժշկական հաստատություններ լինեն, լավ կրթական հաստատություններ լինեն, լավ այդ մարդիկ ժամանցի վայրեր ունենան, օրինակ դուք որ այս ամեն ինչը մարդկանց ձգի, մարդիկ մնան մարզերում միայն Երևան չգան։
Բայց իսկ 5 տնտեսական ծրագրերը, որոնք որ ներկայացրել են ինչ-որ միջին ժամկետ ունեն, որ հնարավոր է այդ շրջանում այս ծրագրերը, որոնք որ ներկայացրել են, սրանք բոլորը 5 տարվա համար են։ Այսինքն այս բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն 5 տարվա ընթացքում։ Այդ թե 300,000 աշխատատեղը, թե մթերումը, թե դեղերի հարցը, թե շրջարկի նվազեցումը, թե 20,000 բնակարան։ Իսկ ամբողջովին արդեն պատրաստ ծրագրեր են, թե հնարավոր է ժամանակի ընթացքում որոշակի օրինակ փոփոխություններ լինեն։ Ժամանակի ընթացքում որոշակի փոփոխություններ հնարավոր է լինեն, բայց չեմ կարծում էական բան փոխվի։ Շնորհակալ եմ, պարոն Ֆարսյան, ասում եք համար։ Շնորհակալություն հարգելի հետևորդներ, կհանդիպանք